Իսկ արցախցիները մտահոգված են սոցիալական խնդրով 40+10 ծրագրի մասին է խոսք, նրանք ուզում են իմանալ ինչ է նրանց սպասվում։ Հենց այսօր մենք այստեղ ենք գտնվում այն պատճառով, որ մեր ժողովուրդը, արցախցիները հայտնվել են շատ ծանր եւ դժվար իրավիճակում։ Այո, այդ աջակցությունը դադարեցնելը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում, չեն ունեն հնարավորություն այդ բնակարանները վարձել եւ շարունակել մինիմալ պայմաններում ապրել։ Իրավիճակի հանգուցալուծումը ինչպես եք կներես, ինչպես եք դուք տեսնում։ Ինչի հանգուցալուծում։ Այս իրավիճակի, այս նախաձեռնության հանգուցալուծումը ինչպիսին պետք է լինի, որպեսզի արցախցիները կարողանան շարունակել ապրել Հայաստանում։ Որոշումները խորհրդի կողմից կկայացվեն, ինձ թվում է դրանք պետք է բխեն մեր ժողովրդի շահերից։ Պարոն Շահրամանյան, դատախազությունից եւ քննչական կոմիտեից ձեզ պատասխան տվեցին։ Մենք 2 օր առաջ համապատասխան գրություն ենք ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազին, խնդրելով իմ կողմից ներկայացված նամակին, որը մենք ներկայացրել ենք 23 թվականի նոյեմբերի 7-ին եւ խնդրել ենք, որ իրենք ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ տեղեկատվական դաշտում ի հայտ եկած հանցագործությունների մասին այդ տեղեկություններին եւ խնդրել ենք տրամադրել տեղեկություններ, թե ինչ է արվել այդ ուղղությամբ եւ նաեւ վերջերս ի հայտ եկած տեղեկատվական դաշտում նմանատիպ հայտարարությունները ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Դատախազից պատասխան կա։ Դեռ ոչ, մենք 2 օր առաջ ենք խոսք քարոզողները բարբերաբար ատելության խոսք են քարոզում, ազգային ժողովում անընդհատ մեղադրանքներ են, մասնավորապես Ալեն Սիմոնյանն է շարունակում, Արադ Միրզոյանն է կոնկրետ ձեզ մեղադրում ամեն ինչի մեջ, Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները, դուք այս ամենին ինչպես կարձագանքեք։ Գիտեք, նման հայտարարություններին մենք արձագանքել ենք տեղեկատվական շտաբով, դրանց ավելացնելու բան չունենք եւ մեր հասարակությունը նման արտահայտություններ անողներին շատ բովանդակալից պատասխան է տվել եւ թե դուք հետեւեք տեղեկատվական դաշտում ինչ ազդեցություն է ունեցել իրենց հայտարարությունները, կհասկանաք, որ ինչ բացասական երանգներ ունի դա։ Պարոն Շահրամանյան, այսինքն դուք բավարարվել եք միայն հարցում ուղարկելով, չեք գնալու արցախցիների հետ դատախազության շենքի մոտ։ Այն ակցիայի մասնակիցները, որոնք պահանջում էին նաեւ, որ հանդիպումներ իրականացվի, մենք պատրաստ ենք աջակցել այդ հանդիպումները, որպեսզի կայանան ուժային կառույցների ղեկավարների հետ, պատասխանատու ուժային կառույցների։ Հիմա մենք կսպասենք նաև իրենց պատասխանը։ Ձեր եւ պահանջագրի հիմնական առանցքային կետը շարունակում է մնալ, ես ասել էի արդեն, շարունակում է մնալ արցախցիների հավաքական վերադարձը պատմական հայրենիքը Արցախ։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է, դուք ինչպես եք սա պատկերացնում, այս խնդրի լուծումը ինչպես եք պատկերացնում եւ նաեւ նշեցիք, որ հանդիպում եք ունեցել Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, նրանք ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ։ Մեր հավաքական վերադարձը դա միջազգային իրավունք է, դա պետք է մնա օրակարգում եւ այո, մենք իրավունք ունենք արժանապատիվ անվտանգ վերադարձ ապահովելու։ Այդ նպատակով ազգային ժողովի կողմից ստեղծված է հանձնախումբ, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ ես կարծում եմ, որ էֆեկտիվ աշխատանքներ են իրականացնում։ Դուք տեղյակ եք, որ վերջերս Շվեյցարիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որի համաձայն պետք է խաղաղության կոնֆերանս իրականացվի, որտեղ կմասնակցեն եւ Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչները։ Ձեր եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները ինչպես են եւ հնչող տեսակետները, որ օրեր առաջ ներկայացուցչության մոտ տեղի ունեցած ակցիան եւ այդ մարտիկ կապվում են նրա անվան հետ, ձեզ ինչ որ բան հուշում է կամ դուք ունեք փաստեր տվյալներ այդ մասով։ Ոչ, ես քննարկել եմ Սամվել Բաբայանի հետ եւ ինքը ինձ հանրահավաքի օրերին։ Այդ ակցիայի ժամանակ։ Ակցիայից անմիջապես հետո եւ ինքը վստահեցրել է, որ ինքը որևիցե կապ չունի այդ ակցիայի հետ եւ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել։ Մեր հարաբերությունները ինչպիսին են, իրենք
Սամվել Բաբայանի քաղաքական ուժը հանդիսանում է երկրորդ քաղաքական ուժ Արցախի ազգային ժողովում եւ մեր հարաբերությունները հենց այդպիսինն է։ Պարոն Շահրամանյան, եւ այն ամենայնիվ Արցախի առանձին ներկայացուցիչների, քաղաքական գործիչների կողմից հնչում են տեսակետներ, որ այս իշխանության օրոք հնարավոր չէ Արցախը նորից վերադարձնել բանակցային առհասարակ այս իշխանությունները փակել են Արցախի էջը, հետեւաբար պետք է հեռանան։ Դուք կիսում եք այդ տեսակետները։ Ես այդ հարցին մի քանի անգամ առիթ եմ ունեցել պատասխանել։ Արցախի էջը փակելու մասին, դա չշարունակելու մասին, բաց հայտարարություններ է հնչել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ այդ հայտարարությունները անողները ակնկալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշումը։ Ես էլ եմ ակնկալում։ Դուք Փաշինյանի հրաժարականը պահանջում եք, պարոն Շահրամանյան։ Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Մենք այո ունենք մեր դիրքորոշումը, որը այս պահին ես ճիշտ չեմ գտնում ասել։ Ինչն է կաշկանդում։ Մեզ կաշկանդված չեմ։ Հայաստանի անձնագիր ունեցող եւ այս պահին Հայաստանում բնակվող քաղաքացի եք եւ լիարժեք իրավունք ունեք։ Այո, բայց որպես Արցախի պաշտոնյա ես այս պահին կորեկտ չեմ համարում պատասխանել։ Այն բացառում եք, որ կսկսեք Ինչի համար։ իշխանափոխություն։ Ես ասեցի, իշխանափոխությունը կարող են պահանջել իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Կա միջազգային որևէ կառույց, պարոն Շահրամանյան, որոնց հետ անձամբ դուք աշխատում եք թեկուզ գերիների մասով, եթե դա Այս պահին նպատակարարված չի դրա մասին խոսել որոշ հանգամանքներից ելնելով։ Ես ներողություն եմ խնդրում, Եվ այնուամենայնիվ ռազմագերիների մասով ինչ որ աշխատանքներ տարվում են, ինչ տեղեկություններ ունեք այդ թվում եւ այդ շինծուկ իրական գործերի ցուցմունքների կորզման որքան վտանգավոր դրանք կարող են լինել եւ ընդհանրապես նրանց ճակատագիրը ինչ է սպասվում։ Այո, այդ դատավարությունը շինծու է եւ մենք համարում ենք, որ որևէ իրավական հիմքեր դրանց իրականացնելու համար չկան, շատ բացասական ենք վերաբերվում եւ այո կան վտանգներ, որ այնտեղ կորզվող ցուցմունքները կարող են օգտագործել նաեւ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։